Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է սրված ծրագիրն է։ Գիտաժողով քննարկում նվիրված Հրանտ-Զինքի հիշատակին ու Արևմտյան Հայաստան անկախության 106-ամյակին։ Գազ բարոյականությունը, եվրոպական անհամապատասխանությունը, ԵՄ էներգետիկ քաղաքականության քննադատություն, Հալեպում շարունակվում են զինված բախումները, Թուրքիայի կողմից բնիկ ժողովուրդներին ազգային փոքրամասնությունների հալածանքները 1939-1941 թվականներին, Արցախահայությունը զրկված Սուրբ Ծնունդը հայրենիքում նշել է իրավունք Հովիկ Ավանեսով, Հրանտ-Զինքի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը Ակտոկմակյանն, Ջամբազյանը արժանացան արևմտահայերեն թարգմանության մրցանակի։ Արևմտյան Հայաստանը հայրին ժողովը Արևմտյան Հայաստանը պատգամավոր Մարտիրոս Չաքոյանը կազմակերպում են գիտաժողով քննարկում նվիրված Հրանտ-Զինքի հիշատակին ու Արևմտյան Հայաստան անկախության 106-րդ տարեդարձին։ Օր ուժը 2026 թիվ հունվարի 18 կիրակի ժամը 10:30 հոգեհանգստյան պատարագ, ժամը 12-ին գիտաժողով վայր Հայկական մշակութային կենտրոն, Ծխական դահլիճ, Ասիլ Ալամանիի փողոց 13 Սեն Շմոն, Օվերն Ռոն Ալպեր, Ֆրանսիա հատուկ հրավիրյալ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանը նախագահ։ Գիտաժողովի ընթացքում կատարվելու է հոգեհանգստյան պատարագ նվիրված Հրանտ-Զինքի հիշատակին, ներկայացվելու է Արևմտյան Հայաստանը տարածքում հայկական անկախության գործընթացի պատմական ընթացքը, սկսած 1919 թվականի Փարիզախաղաղության համաժողովից որպես հայերի դեմ իրականացված ցեղասպանության շարունակականություն, անդրադառնալու են Թուրքիայի պետությունների ու միջազգային կառույցների իրավական պարտավորություններին հայ ժողովրդի Արևմտյան Հայաստանի նկատմամբ, քննարկվելու են հայ ժողովրդի առջև ծառացած թեզամարտահրավերներ նախընթերային Արևմտյան Հայաստանում ու Արցախում ազգային վերակազմավորման, հունցնև ռազմավարական, իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման համատեքստում պետական կառուցվածքի հիման երա։ Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատիկ իրելով մեր էլեկտրոնային հասցեին։ Գիտաժողովանեիդը նախատեսված է ընկերական հյուրասիրություն։ Վերջերս ունեցած իրեն ելույթում Անդրեա Կոտարակը մատնանշում է Եվրոպական միության արտաքին ու էներգետիկ քաղաքականության լուրջ հակասությունը, իրան քննադատությունը հիմնված է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի վարած քաղաքականության ու Բաքվի գազի ներմուծման միջև իլած ակնհայտ անհամապատասխանության իրան։ 2022 թվականին Ուկրաինա-Ռուսաստանը ներխուժման ետը ԵՄ-ն ռուսական գազի ներմուծման կրճատումը հիմնավորել է բարոյական ու քաղաքական պատճառներով, դատապարտելով ագրեսիան ու մարդու իրավունքների խախտումները։ Այդ քայլը ներկայացվել է որպես արժեքների վրա հիմնված քաղաքականություն, բայց նույն ժամանակահատվածում ԵՄ-ն խորացրել է էներգետիկ համագործակցությունը Բաքվի հետ, այն դեպքում վերջինս ռազմական գործողություններ այլել իրականացնելիս Հայաստանում ու Արցախադեմ ուղեկցող բնակչության բռնի տեղահանումներով ու մարդու իրավունքների խախտումներով։ Սա Կոտարակի կարծիքով առաջացնում է ընտրովի բարոյականության խնդիր, էներգետիկ ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն ըստ իրան գերադասալամատակարարման անվտանգությունը սկզբունքային հետևողականությունից ինչը սահմանափակում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական խոստումն ու խորացնում է երկակի չափանիշների զգացումը տուժած ժողովուրդների շրջանում։ Կոտարակը նաև հարցադրում է այս քաղաքականության արդյունավետությունը, արդյոք ԵՄ-ն իսկապես հսալ է էներգետիկ անկախության, թե պարզապես փոխալորյան կախվածության աղբյուրը։ Յուրան եզրահանգումն է վեր առանց արժեքների ու գործնական որոշումների համապատասխանության ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով կորցնում է իրեն արժանահավատությունը։ Սոր կեսօրից Հալեպում շարունակվում են բախումն են Սիրիայի ժողովրդավարական ուժերի ներքին անվտանգության ստորաբաժանումների ու սիրիական բանակի միջև։ Նոր գյուղ Շեյխ Թահա, Ջալաա, Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ, Վիլաներ ու Սուլեյմանիե շրջաններում լսվում են հրաձգության ու ռմբակոծության սիասեր, վնասվալուն բնակելի շենքեր։ Նահանգապետարանը բնակչությանը կոչ արել պահպանել զգուշավորություն ու չլքել բնակարանները, վստահեցնել ավեր իրավիճակը գտնվում է վերահսկողության տակի։ 1930-40-ական թվականներին Թուրքիայում իրականացվել է բնիկ ժողովուրդների ազգային ու կրոնական փոքրամասնությունների, հայերի, հույների, ասորիների ու հրեաների նկատմամբ ուղղված համակարգված պետական քաղաքականություն։ Թորքպապան Այշե Հյուրի փաստագրած տվյալների համաձայն այդ տարիներին ընդունվան օրենքներ ու որոշումներ վեր սահմանափակալն ոչ մահմեդականների մասնագիտական, տնտեսական ու քաղաքացիական իրավունքները, իրականացման բռնի տեղահանություններ, զանգվածային ճնշումներ ու քարոզչական արշավներ։ Հոդվածը նշանց է տամ, թե հունց այդ քաղաքականությունը հանգեցրել համայնքի քայքայման, արտագաղթի ու մարդկային ծանր կորուստների։ Սուրբ Ծննդյան առիթով Հովիկ Ավանեսովը հիշեցրել է վերարցախահայությունը սոր զրկված է յուրան հայրենի բնորանումը Սուրբ Ծնունդը նշելի հիմնարար իրավունքան Բաքվի կողմից Արցախաբռնազավթման ու բնակչության բռնի տեղահանության դերդը։ Ինքը ընդգծել է վերարցախահայկական մշակութային հոգևոր ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ, իսկ միջազգային հանրության սուսուփուսիները նպաստում է անպատժելիությանը։ Ավանեսովը կոչ արել բարձրաձայնել ճշմարտությունը, պաշտպանել արդարությունը, խաղաղությունը, մարդկային արժանապատվությունը։
Հրան Ձինքի հիմնադրամը կազմակերպում է միջոցառումների շարք նվիրված Ագոստ թերթի հիմնադիր Հրան Ձինքի սպանության 19-րդ տարելիցին։ Ծրագրի նպատակն է հարգել Ձինքի հիշատակը, շարունակել արդարության պահանջն, խորացնել հանրային քննարկումները ճշմարտության, հիշողության ու համակեցության գաղափարների շուրջ։ Միջոցառումները անցկացվելու են Հրան Ձինքի հիշատակի 23.5 տարածքում ու ներառում են ֆիլմի ցուցադրություններ, քննարկումներ, սեմինարներ, էքսկուրսիաներ ու վարպետաց դասեր նվիրված Ձինքի կյանքին, գործունեությանը, Ագոստ թերթի պատմությանը, հունվարի 19-ի նշանակությանը, հավաքական հիշողության մեջին։ Ծրագիրը միտված է ոչ միայն հիշատակման, այլև արդարության հաշտեցման ու քաղաքացիական համակեցության գաղափարների առաջխաղացմանը։ Իսրայելական կրթաթոշակը նվիրված արևմտահայերենա թարգմանություններին հայտարարել է իրան 2025 թվականի դափնեկիրներին։ Այս տարի մրցանակը շնորհավորել է Մարալ Ակտոկմակյանին ու Ռուբեն Ջամբազյանին արևմտահայ գրականության թարգմանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդին հետի։ Ակտոկմակյանը թարգմանել է Գերանուշ Արժակյանի Լուսնեա գործը, իսկ Ջամբազյանը Սուրեն Չեքիջյանի Աննա Վարդիմանկարը նպաստել է արևմտահայ գրականության հասանելիությանը, լայն կարդող հանրությանը։ Մրցանակը տրվում է ամեն տարի ի պատիվ Սուրեն Իսրայելյանի, ի նպատակ ունի խթանել արևմտահայերեն անգլերեն գրական փոխթարգմանությունները։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այսքանը կպտրաստա, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։